Շիրակի մարզի Հայկավան գյուղում գիշերը տեղացած կարկուտը տեղաբնակները աննախադեպ են որակում։ Հավկիթի մեծության կարկուտը իսկական ավերմունք է գործել գյուղում, զգալի վնասներ հասցրել գյուղացիներին, բնակարանների ապակիներ կոտրելուց ու ավտոմեքենաներ վնասելուց զատ, բռաչափ կարկուտը մարմնական վնասվածքներ է պատճառել անգամ մարդկանց։ Բնակիչները դժգոհում են հակակակտային պաշտպանության համակարգերի անգործությունից ու անարդյունավետությունից, ինչի հետևանքով գյուղացիները միանգամայն անպաշտպան են մնացել տարերքի դեմ։ Չէ, դի քեչ բան, դրստը վիճակի, վաու։ Տղաները ճանապարհից պատրաստ դարձել է։ Աստել հաստեղ է, արլոստի հեշտ ածրել նա։ Այն չոբանին մի հատ գնատես ձեռն էլ սաղ ջարդել է։ Գլխին է դրել։ Ապա թողեք մաշինեն տենան։ Սաղ ճղել է գլխին։ Հակակակտային կայանները նախատեսված են կարկուտի առաջացման հավանականությունը չեզոքացնելու եւ կարկտաբեր ամպերը ցրելու համար, սակայն մասնագետներն ընդգծում են, որ նույնիսկ նրանց առկայությունն ի զորու չէ ապահովել լիարժեք պաշտպանություն։ Հակակակտային կայանները գործարկվում են համայնքների կողմից, դա չի քննարկվում, համայնքներն են աշխատում, երբեմն են կազմակերպություններ, ինչ որ ինքս չեմ տիրապետում տեղեկատվությունը, բայց որ մարզպետարան չի գործարկում, այդ միանշան։ Շիրակի մարզպետարանից ժամին հայտնեցին, որ արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ երեկվանից է սկսել Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։ Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին եւ մշակաբույսերին պատճառված վնասները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։